Ողջույն սիրելի հետևորդներ, սկսում ենք Հայն ու հայը հաղորդաշարը, այսօր իմ հյուրն է մանկավարժ Մարիամ Սահակյանը։ Ողջույն Տիկին Մարիամ, շատ ուրախ ենք ձեզ հանդիպելու, մեր հաղորդման նպատակն է, որպեսզի հայը հային սիրի, օգնի, ամեն մեկը իր մասնագիտությամբ, իր փորձով եւ ես հետևելով ձեր Instagram-յան էջը շատ ուրախացած, շատ հպարտ եմ եւ որոշեցի իրար հետ շնորհակալություն նման արձագանքի համար։ Ինչքան ժամանակ Ամերիկայում եք։ 4 տարի։ 4 տարի ստեղ եք ապրում։ Գնում գալիս եմ, որովհետև առանց հայրենիքի կարոտը խեղդում է։ Էդի անկեղծ եմ ասում էլի։ Ինչքան ժամանակ աշխատում եք մանկավարժ, որտեղ եք աշխատել, որտեղ եք ծնվել, մի փոքր ձեր մասին, որովհետև մեր հետևորդներին առաջինը հետաքրքրում է ովքեր են, ինչի հետո նոր հարցերը։ Ես ծնվել եմ Հրազդանի Լեռնանիստ գյուղում, ավարտել եմ դպրոցը, անմիջապես ընդունվել եմ մանկավարժական ինստիտուտ, այն ժամանակ ինստիտուտ էր կոչվում։ Առաջին, երկրորդ քննությունը, որ հանձնեցի ու ստացա 3-4, երրորդ քննությունը հայոց լեզուն ստացա բարձր 5 ու առանց պարապելու ասեմ։ Իմ դպրոցում ընտիր մանկավարժներ էին աշխատում այդ ժամանակ ու կուտակում էի ոչ միայն ես, իմ դասարանից 10-12 հոգի ընդունվել են համալսարան այդ տարի ու բոլորն էլ այդպես կուտակել էին այդ գանձերը դպրոցում, որը հիմա շատ հազվադեպ է պատահում։ Ընդունվել եմ 86 թվականին, անմիջապես դպրոցը ավարտելուց հետո մանկավարժական կրթությունս ավարտելու տարին գնացել եմ Հրազդան գործուղմամբ ու աշխատել եմ Հրազդանի համար 2 դպրոցում 1 տարի ու հետո տեղափոխվել եմ համար առաջին դպրոցը, որտեղ աշխատել եմ մինչև 98 թիվը ու 98 թվականին ոնց որ բոլոր արվեստագետները մեկնում էին արտագնա աշխատանքների, այդպես էլ իմ դրանց շարքին էր պատկանում նաև իմ ամուսինը, ինքը գնաց աշխատելու 1 տարի հետո եկավ ընտանիքին տարավ։ Այդ դեպքում Ռուսաստան գնաց։ Այո, Ռուսաստանում շարունակեցի իմ մանկավարժական աշխատանքը, արդեն ահագին մանկավարժական փորձ ձեռք բերելով։ Իսկ Ռուսաստանում սկզբում աշխատում էի Մագնիտագորսկում, իմ ակցենտի պատճառով դպրոց չընդունեցին, որովհետև այնտեղ չկա հայկական դպրոց, իսկ ռուսական դպրոցը ասեց աշխատիր մանկապարտեզում, հետո կգնաս դպրոց։ Իսկ կներեք հայեր չկային, հայերեն դասավանդեիք։ Կային, բայց հայերեն դպրոցը ծրագիր չուներ։ Շատ հայեր կային։ Առանձին համայնք չկար, եկեղեցի համայնք, դուք չգիտեմ այդ ժամանակ երևի չկար։ Քիչ էին հայերը, չէին, հա։ Ռուսաստանում այդ խնդիրը երկար տարիներ եղել է, որ դպրոց չի եղել, հա, եկեղեցիներ եղել է, բայց դպրոց, որ Ամերիկայի նման գնան դպրոց չի եղել։ Հիմա բայց լավ է, ասենք շարժ կա, մշակույթի կենտրոններ կա, բայց մի քանի տարիներ է։ Ամեն ինչը կախված է հայ համայնքի ակտիվությունից, հայ Լավ, իսկ Ամերիկա գալը ոնց եղավ։ Իմ աղջիկը երրորդ դուստրս, փոքրս ամուսնացավ իհարկե լենինականցու հետ, ես ուրախացա, որ այս մի աղջիկս կմնա Հայաստանում, բայց արուտես Արմենը ձգտեց Ամերիկա, որովհետև ասում էր իմ մասնագիտությամբ ես այստեղ այդ գումարը չեմ կարող աշխատել, որ ընտանիքիս պահեմ իմ ուզած ձևով ու եկան Ամերիկա ապրելու, իմ աղջիկն էլ հեզ ու հնազանդ լսեց ու ընտանիք կազմվել, եկել են, ապրում են, աշխատում են, Փառք Աստծո, իրանք
ջահել տնտեսություն, բայց լավ են կազմակերպել։ Ես հիանում եմ։ Դենց ամերիկան աշխատողների տեղ է, եթե աշխատում ես, ստեղծագործում է, աշխատում է, Արմենն էլ որ ժամին նայում ես ձեռները այդ ավտոյի մասերը սարքելուց արդեն զգում ես, որ աշխատող տղա է։ Այն ոնց են ասում, համացանցը երկու կողմ ունի, մեկ որ ասենք մեծերը ասում են, վա, ես ինտերնետը փչացրեց այս ժողովրդին, չէ, երեխեքին բան։ Մյուսն էլ օրինակ ես մյուս կողմից եմ նայում, որ նայած դու ինչ ես ուզում նայես, որտեվ համացանցը նայելով, հիմա ասենք ոնց է, ես համացանցը նայում եմ, ցույց է տալի, ասենք ձեր մասին, որ դուք խոսում եք, շատ օգտակար, շատ լավ, որպեսզի ծնողները, երեխաները լսեն, սովորեն։ Հիմա դուք ընտրել եք լավը համացանցի, որ դրանով ինչ-որ բան կփոխվի։ Առաջի հարցը, որ եւ կոմենտները եւ նայելը, ոնց որ բոլորի մոտ այդ հարցը տենց աշխուժություն առաջացրել, իհարկե առաջին անգամ ձեր բառերով, տարբեր մանկավարժներ տարբեր ձև են ձևակերպում, բայց առաջինը կարելի ասել դուք եք, որ այդ հարցը բարձրացրել եք, որ երեխան չի կարող լինել իմ ընկերը։ Այո։ Այդ վերնագիրը նույնիսկ իմ ընկերներն ասում են, ախպեր, բայց ոնց կլինի տենց դա չգիտեմ ոնց կմեկնաբանեք եւ ամենակարևորը լինում է որ ասում են խոսքի տղես իմ ընկերս է կամ իմ ընկերուհիս աղջիկս դա սիրաշահելով են ասում երեխաներին թե տենց ասում են որ ամեն ասված ի վերջո դառնում է գործողություն դրա համար պետք է ծնողը իր երեխայի հետ այնպիսի կամուրջ կառուցի որը փոխադարձաբար հարգանք է տածում եւ մեծի նկատմամբ եւ փոքրի բայց հիերարխիան պետք է պահպանվի այսինքն փոքրը պիտի իմանա սա մեծի ֆունկցիան է սա փոքրին է ես չեմ կարող ունենալ այդ ֆունկցիաները մինչև չափահաս դառնալը չափահաս դառնալուց հետո արդեն կարող է ինքը ընկեր դառնալ իր ծնողի համար, բայց մինչև չափահաս դառնալը ինքը չի կարող, որտեվ ընկերը գնա քնի, ոնց եք բացատրում։ Այո, չես կարող այդ արգելքները մենակ կարող է ծնողը դնել, որ չի կարելի Հա, չի կարելի սահման, այսինքն ընկերոջը չես կարող ասես Այս բանը կարելի է չի կարելի կամ ինչպես դուք եք ասում չես կարող ընկերոջդ ասես դե գնա հացքեր քնի կամ լավ սովորես կոնֆետ կանա չես կարող մինչև վերջ վստահել փոքրիկին ու փոքրը քեզ այդպես է ընդունես թե չընդունես այդ տարիքային ֆունկցիան մեծ դեր ունի երեխայի եւ ծնողի կյանքում եւ այդ շատ ճիշտ է դա որ ինքը այսպես ասած իր տեղը, դերը, ֆունկցիան ճիշտ կառաջնորդի ծնողը իսկ ինքը կդառնա ենթակա մարդ, որ ծնողը գրագետ է, ինտելեկտուալ մակարդակ ունի, այդ զավակը շահում է, այսպես ասած։ Իհարկե ճիշտ իսկ ուսումը քանի տոկոս է ուսումը։ Դպրոցը այսպես ասեմ, եթե ծնողը շեշտը դնում է երեխայի ուսման վրա, որ ցույց տա, որ իր երեխան ստանում է բարձր գնահատականներ մենակ ցույց տալու համար, այդպիսի աշակերտներ ունեցել եմ ցավոք սրտի, հետ է մնում արժեքային համակարգը Այսինքն մարդ ձևավորելու հիմնական հատկությունները արդեն հետ է մղվում, ուզում է գոռոզամտությունը հավաքում, ուզում է իրեն չհամեմատել ոչ մեկի հետ, այսինքն բառիս այն իմաստով, որ ես ամենան եմ, ինձ ոչ ոք չի հասնում ու այդպես կառուցվում է արդեն ոչ դրական վարքագիծ, որը զրոյացնում է այդ գիտելիքները։ Իսկ գիտեք այդ օրենքներն է կապ ունի։ Հիմա տես դուք Ամերիկայում ուրիշ ձև է, հիմա Հայաստան մենք որ ապրել ենք տարբեր ժամանակաշրջաններ, տարբեր ձևեր։ Մեր ժամանակով են նույնիսկ են
տեշ թոդիկի դպրոց ծեծեն, ջխանյանա, ասեն ժամանակներ էր։ Բայց հիմա ասենք Ամերիկայում չես կարող դու քո երեխայի վրա գոռաց ծեծես, կարող ինքը զանգահարի պոլիս, ոստիկանություն ու գան ծնողին զրկեն, բան։ Երկրորդը չի կարող ասել, ես սիրում եմ, չեմ սիրում։ Նույնիսկ համացանցում կար, որ մի տղա, մեծ տղա, ասում է, ես իմ ծնողներին դատի եմ տալիս, ես անբախտ եմ, ես դժբախտ եմ, ինչի են ինձ բերել այս աշխարհ։ Հիմա ստեղի օրենքները ուրիշ է, բայց ինձ օտար ազգեր, օտար օրենքներ չի հետարկում։ Ինձ համար աշխարհում ամենաթանկ մարդը, արժեքը մոլորակի վրա դա հայն է։ Ու մենք պիտի իրար օգնենք, իրար սիրենք, պահպանենք։ Իսկ մեր ավանդույթները, ուզում եմ դուք մանկավարժ եք, խոսեք, մեր ավանդույթները Ամերիկայում, Հայաստանում, Ռուսաստանում, չէ՞ որ մթնոլորտ է փոխվում, ծնողներն էլ այդ երկրի աշխարհի ռիթմի հետ են գնում։ Այստեղ էլ ծնողի դերը շատ մեծ է եւ անփոխարինելի երեխայի կյանքում։ Ես դժվար ջահելություն եմ ապրել, այսպես ասած, որովհետև հեշտ պայմաններում չեն իմ երեխեքը մեծացել, ընդհանուր առմամբ երկրից երկիր տեղափոխվելը, դպրոցից դպրոց տեղափոխվելը եւ շատ հարցեր կարող էին նպաստել, որ իմ երեխաներին ես ու ամուսինս ավելի դժվարություն ներկայացվել իրանց դաստիարակության մեջ ամեն մի պատճառ փնտրելով, բայց ես ուզում եմ ասել, այդ ես չեմ, իմ հզոր Տերը, որին ես շատ հավատում եմ, որ օգնել է մեզ ճիշտ երեխաներ դաստիարակելու ու մեծացնելու գործում։ Այսինքն հավատը, կրոնը առաջնային պետք է լինի ձեր ասելով, որպեսզի երեխա, իսկ շատ լավ, կրոնը շատ լավ է, շատ բարություն է քարոզում, այն ամենաոսկե կանոնը վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզես վարվեն քեզ։ Աստվածասեր մարդը վախենում է Աստվածասեր, բարի, շատ լավ է, շատ լավ է, դա մենք բոլորս գիտենք, հպարտանում ենք առաջի քրիստոնյա ազգ գնենք, բան, բայց մեր մթնոլորտը մենք որտեղ որ ապրում ենք, այդպես չի, իրականությունը այդպես չի։ Որովհետև իրականության մեջ պայքար է գնում։ Հիմա ծնողը ասում է ես դժվար եմ ապրել, չեմ ուզենա իմ երեխան դժվար ապրի։ Այդ ձեր հայկական հին բան, ավանդական կրոնը յուսիմիջը, հա, կրոնը հավատում են, գնում են եկեղեցի, մոմը վառում, աղոթում են։ Բայց երեխան գնում է անես դպրոց կամ գնում անես միջավայր, որ մյուս երեխան հագնում է $1000 կոշիկ, ասում է իմ երեխան էլ պետք է հագնի։ Իսկ որ արդեն պայքարը սկսում է, էլ այնտեղ կրոն, ազգային բան, այդ արժեքները մնում է 10-րդ պլան։ Գալիս է պայքարը իմ երեխան լավ հագնի, իմ երեխան լավ ուտի, իմ երեխան լավ տեղ գնա, այդ կոնֆլիկտն է սկսում արդեն։ Իսկ դրա մեջ այդ արժեքները մնում է ուրիշ պլան։ Այդ դուք մանկավարժ եք, ասենք ոնց պիտի լինի։ Եկեք չհամաձայնվեմ ձեզ հետ, որովհետև քիչ առաջ նշեցի, որ ինչ առեժե համակարգ ձևավորում ես երեխայի մեջ, այնպես էլ ինքը մեծանում է, այսինքն նրա վրա առաջինը գործում է ընտանիքը։ Եթե ընտանիքին հաջողվում է, որ երեխայի մեջ ոչ թե ասի, այ այս շորը շատ գեղեցիկ է, դու այդ շորի մեջ շատ գեղեցիկ կերևաս, այլ շեշտը կդնի, որ շատ գեղեցիկ ես ներքին աշխարհով, հոգով, սրտով, որ կարող ես բոլորին ընդունել որպես Աստծո ստեղծած էակներ եւ ունենաս քո մեջ ազնվություն, քո անձի նկատմամբ, բարություն, որ կարող ես օգնիր, մի զլացիր, որ սուտ չխոսես, այդ է իրենց մեծ արժեքը, որը ոչ հավասար է կոշիկին, շորին, ոչ ուտելիքին, այսինքն չշոշափվող արժեքները երեխեքի մեջ տեղավորելը դա ավելի բարդ process է, եթե երեխային միշտ ասեցիր այս շորը շատ լավ է քեզ սազում, այս կոշիկները թանկ են եւ այլն, ինքը այդ շեշտով էլ մեծանալու է, իսկ եթե ամեն խոսքի մեջ ես
նկատում եմ, որ երեխաս սուտ է խոսում ու ծածկում եմ այդ սուտը, ուրեմն ինչ ցանում ես այսօր վաղը էտել հնձելու ես։ Իսկ մեր ազգային արժեքները, մենք հայ ենք, տես մենք ասում ենք, օ, երեխային խիստ լինես, երեխանս էս դինի բան։ Հիմա Ամերիկայում չես կարող խիստ լինես։ Կամ ասենք, չգիտեմ, երեխայի նկատմամբ խիստ լինելը քո նկատմամբ խիստ լինես ու պահանջկոտ։ Դու հայելին ես քո երեխայի։ Այդ արդեն հերիք է, որ երեխան ապրի մարդավայել, ունենա մեծ արժեքային համակարգ, որին իհարկե կողքից նախանձով կնայենք, ասեն վայ, տես, այս Տիգրանը կամ Մարին ինչքան համեստ են, ինչքան բարի են, ազնիվ են ու արժանացել են եւ ուսուցիչների եւ շրջապատի հարգանքին։ Այդ միանշանակ հարգանք ստացում են։ Եվ համացանցով եւ հիմա մենք բոլորս անդադ բարձրաձայնում ենք այդ հարցը, որ երեխաները ծնողները, ասենք հեռախոսը կամ այդ iPad-ը տալիս են, ասում են թող գնա խաղա, մենակ ձեն չհանի, մենք սուրճ խմենք, գնանք ուրախանանք։ Կամ օրեր առաջ մի երեխայի հարցնում եմ, ոնց ես բան խոսում եմ, այս բանը գիտես բան, ծնողն ասում է, բայց ի՞նչ պարտադիր է, նստի, գիրք բացի, կարդա կամ ինչ-որ համակարգչով, ասենք արհեստական բանականության է, ChatGPT-ը, ինչ ChatGPT-ը, ասում է, ասենք ու մասին ես, Կոմիտասի, Չեխովի, չգիտեմ, Արամ Խաչատրյանի բան, ասում ես, ինքը ասում է, արդեն երեխան իմանում է։ Դուք որպես մանկավարժ հիմա ամեն ինչ հեշտացել է, նույնիսկ կարելի ասել դպրոց է պետք չգնալ։ Համակարգիչով խոսում ես, ամեն ինչ ասում է։ Դա ոնց է լինում։ Գնում ենք ամեն դարաշրջան ունենում է իր պահանջները։ Ես չեմ կարող 90-ական թվականների պահանջները հիմա ներկայացնեմ երեխաներին։ Ոչ մի ձև չի անցնի դա։ Ու իմ հարգանքն էլ իսպար կվերանա, որովհետև ամեն դարաշրջան, ամեն ժամանակ իր պահանջները պիտի դնի, բայց մենք քանի մարդ ենք, հոգի ունենք ու հոգով տեսնել կարող ենք սովորեցնել մեր երեխաներին, պիտի աշխատենք այդ ուղղությամբ։ Իսկ գիրք կարդալը, գրքով գիտելիքներ ձևավորելը այդ մնայուն է միանշանակ։ ChatGPT-ն այսօր կասի ինքն էլ այդպես իր մոտ կընդունի, որ այս պահի համար ինձ պետք է, իսկ հետագայի համար ինքը բազա չի ունենա միանշանակ։ Հիմա քանի սերունդ ես բաց եմ թողել, 8-9 սերունդ ու առաջին սերունդը վերջին սերունդի հետ որ համեմատում եմ արդեն մեծ տարբերություն եմ զգում, որտեվ առաջին սերունդը ուսուցչի մասին մտածում էր, որ ինքը մարդուց վեր է, չի ուտում, չի, այսինքն իր կողքին գտնվելը արդեն մեծ պատիվ է եւ այլն, բայց կանգնել խոսելը նույնիսկ։ Իսկ հիմա երեխայի մեջ չկա այդ ամաչկոտությունը, քաշվելը, ամեն ինչին ինքը տեղեկացված է ու զարմանալու ոչ մի բան չկա, հատում է այդ հարգանքի սյունը, գիծը եւ վերանում է մնացած բոլոր արժեքները, հեզ ու հնազանդ լինելը, այսինքն մեծին չընդհատելը, չկա քաշվել, իսկ այդ գիծը պետք է այնպես անել, որ իր մոտ անպայման պահպանվի այդ ամաչկոտությունը, ասեմ, որ մեծին դիմացին հարգելը, դա պիտի պահպանվի ամեն գնով, որովհետև որ ինձ հարգում են, ուսուցչին էլ կհարգեն, որ ինձ չեն հարգում, ուսուցչին էլ չեն հարգում, այդ էլի գալիս է ընտանիքից, ես մի ռիլ ունեմ, որ մինչև երեխային դպրոց ուղարկելը ինքը բառապաշար ունենում է ու ինչ բառապաշար ինքը ձևավորի ընտանիքում այդ առաջին
տարվա ընթացքում մանավանդ կամ իրեն կօգնի կամ կխանգարի։ Կօգնի, որ լավ բառապաշար ունի ու ուսուցչին հասկանում է, բայց չի ունենում բառապաշար ընդհանրապես ու ուսուցիչը ինչ դասել բացատրի, ինչի մասին էլ խոսի, իր համար բնականաբար անծանոթ կլինի եւ անհասկանալի։ Շատ լավ, մեկ էլ մի հարց, որ էլի ձեր հարցերից շատ բարձրացնում եք, որ երեխան ինչ ուզում է, ասենք ծնողը այդ պիտի առնի կամ չառնի, կամ երեխայի ասածով պիտի լինի։ Այ օրինակ իմ ընկերը, ասենք երեխան գալի, ես եմ ուզում, ինքը ասում է շատ բարի, կունենաս, բայց պիտի սովորես դասերդ, գաս ինձ պատմես կամ այս բաները իմանաս, որ ես ինչ ուզում ես կառնեմ, եթե չէ։ Կաշառում է երեխային, որ ինքը սովորի։ Դե այդպես կվարվի երեխան մեծ հասակում։ Իր մամային, պապային կկաշառի, որ ինքը զբաղվի, այսինքն չուզենա ծնողը, որ ինքը կազինո խաղա, բայց ինքը կկաշառի, որ գնա կազինո խաղա, կկաշառի, որ սուտ խոսի, այս դրվածքը ծնողների կողմից շատ պատասխանատու է, շատ։ Ես մեծ չեմ խոսում, բայց ու չեմ սրբացնում իմ թորնիկներին, երեխաների մասին խոսք չկա, որովհետև 3 աղջիկ ունեմ ու ամեն աղջիկս շնորհակալ եմ շատ բոլորին։ Ամեն աղջիկս մի տուն շենացնում է բարիս բուն իմաստով։ Այդ մասին ես չէի կարող ասել մի տարի առաջ, 7 տարի առաջ, բայց հիմա ամեն ինչ երևում է, ոչ թե մաման է գովում, հասկանում եք։ Ու իմ դաստիարակությունը այն օրը զատիկի այդ արարողության հետ կապված երեխաները իրենք էին ձևավորել սեղանը, ասում եմ ինչ սիրուն եք ձևավորել Մարի ջան, հիանում եմ բան, ասում եմ մամ ջան, քո ձեռագիրն է։ Ու ես ինձ այնքան լավ զգացի, ասում եմ ինչ տեսել եմ, այդ էլ սովորել եմ ու հիմա փոխանցում եմ իմ բաններին։ Բայց ձեր թողնիկները, որ ինչ որ բաներ գցում եք, ռուսերեն երգեր եք դնում, ռուսերեն են բաներ կա խոսում, ինչի՞ց է։ Էդի, որովհետև իրենք ապրում են Մոսկվայում, ու ոչ մի երեխաս հայրենիքում չի ապրում, ու լինելով աղջիկները իրանց բախտը որոշում են տղաները, այ ասում եք էլի։ Չնայած դե դա համար եմ ասում, նայեք, տարածաշրջանը մթնոլորտ է կապ ունի, հիմա Ռուսաստանում ապրելով ռուսերեն երկերը, ռուսերեն օրինակներով են գնում, չգիտեմ, Եվրոպայում, չնայած ամենադժվարը ոնց որ Ռուսաստանում, այստեղ օրինակ երեխաները ճիշտ է անգլերեն են խոսում իրար հետ, բայց դիմացին եթե հայա, հայերեն են խոսում, որովհետև այստեղ հայապահպանությունը շատ առաջի տեղ է։ Եմ եւ ճիշտ եմ ասում, որ Մոնիկաս, Միլենաս, Միաս այնքան գրագետ են հայոց լեզվից, ունեն բառապաշար, գրում են, կարդում են, հիմիկվա գրքերը, իմ գիրքը ինքան ուրախացան, որ տպագրվեց, ասեց, տատ ջան, այս գիրքը երևի մեկ օրում կկարդամ, այսինքն նպատակս, ասածս այն է, որ այլ ազգի մեջ նույնպես եթե երեխայի ծնողները հայրենիքի հետ կապ ունեն, նշանակություն են տալիս, իրենց երեխաներին փոխանցում են։ Իրենք ամեն ամառ մայիսի վերջից ապրում են Հայաստանում, հաճախում են հայկական բարի խմբակ, հայկական զուտ, խոսում են միանշանակ միայն հայերեն, եթե ռուսերեն բառեր են օգտագործում, անմիջապես պապան, մաման մեջ են մտնում ու ընդհատում են խոսքը։ Չէ, դե պետք է իմանան, ասենք, չենք ասում չխոսեն ռուսերեն կամ անգլերեն, ընդհակառակը երեխեքը պիտի ամեն լեզու էլ իմանան, որպեսզի հիմա ունեն ժամանակաշրջանա, որ կարողանան բան անել, բայց ասենք հայերեն խոսան, որտեղ մեր լեզվամտածողությունը աշխարհում կարելի ասել առաջիններից է, մեր լեզուն
մեր խոսքը շատ զորեղ է, զորավոր է, նույնիսկ Ջորջ Բայրոնը ասում էր Աստծո հետ խոսելու լեզուն առաջին նախադասությունը իմանալ բանս հանճարել է, հա, զիմաստություն եւ զղրատ, իմանալ բանս հանճարել։ Դրա համար հիմա մեր հաղորդման նպատակը մեր հյուրերի հետ միասին, որ մեր հայերը իրար սիրեն, իրար օգնեն, եւ մեր պայքարը ոչ թե լինի նյութական, մեր պայքարը ոչ թե լինի մեկը մյուսին ցուցամոլության ցույց տալու, որտեղ շատ այսօր այդ կոնֆլիկտը, որ շատ խելացի երեխաներ մնում են, նույնիսկ շատ ճանաչվածների մենք տեսնում ենք իրենց մասին հաղորդումներ, որ դարձել են ճանաչված երգիչ, դերասան, կենսագրությունները պատմում են ինչ դժվար վատ պահեր։ Նայ, տեսեք, հիմա ասում են, օ, տես ինչ լավ է երգում, բայց իր կենսագրությունը սենց է եղել։ Ինչ դժվարությունները արտահարել։ Բա հիմա մեր հաղորդում է ոչ թե դա բարձրաձայն է, այլ որ հիմա էլ կան այտենց երեխաներ, որ այդ երեխաներին հիմա պետք է ուշադիր լինենք, որ իրենք չմեծանան, դառնան, ասենք, բիզնեսմեն, ճանաչված արտիստ, նոր ասենք, վայ, ես ոնց է լավ, մեր կողքը ապրում են, մենք չենք օգնում, ուշադիր չենք, իրանք իրենցով դառնում են, հետո ասում ենք, վայ, ոնց եղավ այդպես։ Հիմիկվանից պիտի աջակցեն, որտեղ այն որ ասում են փոքր ազգենք, քիչ ենք, մի բռունցք ենք, բայց մի բռունցքով, որ եթե իրար չենք սիրում, չենք պահում, այդ բռունցքը պիտի մեծանա, հզորանա։ Հիմա այն ժամանակա մեր ազգի համար, որ ցանկացած հային տեսնելուց այդ բարևից սկսած պիտի պահի, սիրի, պահպանի։ Անպայման։ Դա կարևորը։ Եվ դուք էլ անդադ ձեր էջերով քարոզում եք, ասում եք, եւ կուզենամ խոսենք գրքից։ Նախ առաջինը հիմա գիրք կարդում են, թե չէ։ Ես ինչքան գրքի շնորհանդես լինում ա գնում եմ։ Օրեր առաջ էլի շնորհանդես էր Արև եկի գրքի շնորհանդեսը Տիկին Ասմիկը ազգագրագետ, վաստակավոր արտիստուհի գնացել էի, էլի Հայաստանից եկել են գնացել եմ ինչքան, բայց ցավոք հիմա գրքի շնորհանդեսներին ամենաշատը 50-100 հոգի որ գնան այդ հրաշք է։ Բայց ինչպես ծնվեց ձեր գիրքը Բարի հեքիաթներ։ Այո։ Եվ ոնց եղավ որ Ուրեմն այս ստեղծագործական ուղին ես շատ շուտ վանից եմ սկսել գրել, բայց տպագրել ես ոչ մի անգամ չեմ համարձակվել, որովհետև իմ բնավորության մեջ մի գիծ կա, որ նվիրվում եմ այդ գործին, նվիրվում եմ մինչև վերջ։ Այսինքն երեխաների հետ աշխատանքը արդեն խլում էր անհրաժեշտ էներգիան, մտածողության այդ ռեզերվները եւ այլն, ու ես չէի համարձակվում տպագրել գիրք, բայց իմ հետ մի տարի առաջ վատ դեպք կատարվեց, ինսուլտ տարա ու ես ոչ թե ընկճվեցի, այլ ավելի հզորացավ իմ բնավորության այդ հոգևոր կամքը, որ ես պիտի տպագրեմ, պիտի ստեղծագործեմ ու բարին թող տիրի աշխարհին եւ սկսեցի այս հեքիաթները, մինչեւ այդ էլ բանաստեղծություններ շատ ունեմ գրած, եթե կարող եք ժամանակ տրամադրել, մեկը կընթերցեմ։ Հո, մեծ սիրով ձեր գրված բանաստեղծությունից ընթերցենք, իսկ գիրքը Հետո գրքի մասին ահագին կա խոսալու։ Շատ բարի։ Ընտրել եմ ախ ազատություն բանաստեղծությունը, իմ հայ ազգի համար էլ նշանակալից ժամանակաշրջան է, ես ուզում եմ շեշտը դնել այդ ազատության վրա, որը հասանելի է ու անգնահատելի։ Պետք է գնահատենք, որովհետև ազատությունը չի նշանակում ափր-ցփր, այսինքն ինչ ուզեմ կանեմ, ոնց ուզեմ, այդ չի, ազատությունը մտքի ազատությունն է, հոգու ազատությունն է, որին հասնելու համար պետք է սկսեմ։ Հասկը հասնում է, երբ որ արև կա, երբ որ հողին մեր քրտինքն ենք տվել։ Հասկը հասնում է, երբ որ ամպերը վերից ջրում են, ցողում արտերը, դաշտերը հասում։ Մանչուկն իր վաղվա օրն է երազում, երբ որ արև կա ու խաղաղություն։ Պիտի վազվզի
պիտի թրվռա, աճի մեծանա, մանուկը ազատ։ Ախ, ազատություն, որքան թանկ ես դու, մեկ երաշտ կանի ու կչորանա, մեկ էլ ջուրն այնքան կվարարի, որ շիվար կանգնած փնտրում ես Աստված։ Եկեք աղոթենք, որ մանչուկն աճի, հասկն ասունանա, որ հաց ունենանք, հայ ու հայրենիք, հայն աշխատասեր երկիր կկառուցի։ Առաջին հերթին միտքը մեր գերի թող ազատագրվի, որ խեղճ ազգ ենք մենք, որ պիտի դարեր լացենք ու սքանք, չէ, խեղճ չենք բնավ, խեղճ է մեր հոգին, երբ որ մինչև հիմա գերի է չարին։ Ախ, ազատություն, որքան թանկ ես դու, բայց մենք մեր հոգով ուժեղ, անկոտրում, մեր անկասկածելի ու մեծ հավատով, մեր աշխատասեր ստեղծագործ ձիրքով կունենանք այդ թանկ ազատությունը ու հային վայել արժանապատվությունը։ Գրել եմ 13-ին 06-24 թվականին։ Օ, բրավո։ Շատ շնորհակալություն, շատ մտքով ես գնացի արդեն Հայաստան, որը որ շատ եմ կարոտում։ Հիմա կուզենամ խոսենք բարի հեքիաթներ գրքի մասին եւ շնորհանդես եղել էր ես հետևեցի։ Այո, որ դպրոցում որ ես աշխատել եմ վերջին 17 տարին, այդ դպրոցում տեղի ունեցավ իմ գրքի շնորհանդեսը ու շատ հյուրեր ունեի, Փառք Աստծո, ու ներկաների արձագանքից էլ հասկացա, որ շատ լավ էի կազմակերպել։ Շնորհակալություն բոլորին մեր կողմից։ Շնորհակալություն, մեծ շնորհակալություններ Տիկին Ռոչիկյանին, Տիկին Բաբայանին, մեր ծնողներին, ես առանց ծնող ոչ մի գործ չեմ արել ու Փառք Աստծո, որ իրենք իմ թիկունքին կանգնեցին, իմ քույր եղբայրները։ Բրավո, շնորհակալություն բոլորին։ Իրոք, ստեղծագործ մարդու համար, որ կողքին է լինում, աջակցում է, ներկա են լինում, դա ուժ է տալիս։ Իսկ Ամերիկայում շնորհանդես պատրաստվում եք կամ ոնց եք պատկերացնում այստեղ։ Կտեսնենք, որովհետև իմ աղջկա երկրորդ երեխան հունիսին պետք է ծնվի, ըստ այդել կկազմակերպենք, էլի։ Տա Աստված, մենք մեծ սիրով կաջակցենք, կօգնենք։ Շատ շնորհակալություն։ Մեր հայրենակիցներին կխնդրենք ներկա գտնվելու եւ շատ են կազմակերպում այստեղ, շատ ուրախ կլինեմ, ինչով կարողանանք կօգնենք, որտեվ ես միշտ ներկա եմ գտնվում ցանկացած միջոցառման ու իմ ցանկությունն էլ դա է, որ բոլոր մեր հայերը ներկա գտնվեն, ճանաչում են, չեն ճանաչում, որտեվ հիմա մի քիչ այն ժամանակա, որ այդ ճանաչողությունը բանը շատ կապ ունի, բայց ինձ համար դա չի շատ որ պետք է ճանաչված լինի։ Կարևորը ինչ ես անում, ինչ արժեք ես ներկայացնում։ Հիմա կան շատ ճանաչվածներ, բայց ինչ-որ տես արժեք չկա։ Կամ ասենք դպրոցները նույնպես ասում են, էս ինչ դպրոցը հարուստ դպրոցը լավ փող են տալի, ծնողներ կան ասում են, օ, երեխաս լավ է սովորում, լավ է, ծնողներ կան ասում են, չէ, լավ չի սովորում, հանուն։ Իսկ իմ կարծիքով իմ նման շատ մտածողներ կան, ամենաշատը ինքնակրթությունն է եւ փոքր երեխաներին, այո, ինքնազարգացումը եւ փոքր երեխաներին Գրքի հանդեպ սեր տածել այդ ամեն ծնողի պարտականությունն է, որովհետև իհարկե ես խաղին մեծ տեղ եմ տալիս, մինչև դպրոց գնալը երեխաները պահանջ ունեն խաղի, պահանջ ունեն զրույցի։ Այդ երկուսից էլ զրկում ենք երեխաներին ասելով գործերս մնաց, քո զալին չունեմ, բայց որ նայում ենք երեխան ինչպես է մեծանում, ինչ ջրում ես, այդ հասկը այդպես էլ հասնում է, էլի։ Ուրեմն ժամանակ տրամադրեք, որ զրուցեք, որ ինքը աշխարհը սկսի ճանաչել, աշխարհաճանաչողությունը սկզբից լինում է աչքերով։
ճիշտ է, հետո ականջներով։ Ուրեմն աչքերով, որ սկսում է ճանաչել աշխարհը ու արդեն հաճախում է դպրոց ու սովորում է տառերը, ինքը պետք է հասկանա, որ այդ տառերը կարդալու համար են, գրքերը կարդալու համար են, բայց ասում է պիտի նայես օգտակար ֆիլմ, պիտի կարդաս օգտակար գրքեր, լավ գրքեր, իսկ լավ գրքերը վկայում են նրա լավ ազնիվ հոգու մասին։ Ուրեմն դպրոցում շնորհանդեսը, որ կազմակերպել էինք, իմ աշակերտները ներկայացրեցին մի քանի հեքիաթ, մաս ու պարերով, երգերով լցրել էի այսպես շատ ճոխ սիրուն։ Բեմադրել էիք։ Այո, բեմադրել էինք ու իմ եղբայրը այսպիսի մի արտահայտություն արեց, ասեց գիրքը թերթում ես սկզբից մինչև վերջ ու տեսնում ես սեր է ամբողջ հեքիաթի մեջ տարածվել կարմիր թելի պես ու ասում է միշտ ասում ենք օգտակար լինենք հայրենիքին, օգտակար գործ անենք, իմ քույրիկ արդեն օգտակար գործը սկսել է այս գիրքը տպագրելով, որովհետև Իսկ կներեք, որտեղից կարող են ձեռք բերել գիրքը։ Հիմա ես Ձեր կարող էջին եմ գրելով Instagram-ով Մարիամ Սահակյան, սիրելի հետևողներ, կարող եք Instagram-ով Մարիամ Սահակյանին գտնել, գրել, որտեղ որ լինեք, գիրքը վերցնել, կարդալ, եթե ցանկանում եք, իսկ շնորհանդեսի համար էլ խոսենք հետո, հնարավոր լինի կկազմակերպենք մեծ սիրով։ Եվ ստեղ էլ կա գրադարան Գլենդելում, ապրիլ գրատուն կա, կարող եք տանել, այնտեղ թողնել, որ ուզենան, իսկ նոր գիրք գրելու նպատակ ունեք։ Միանշանակ, ես հիմա էլ եմ գրում, ամեն օր մուսաս չի գալիս, բայց որ գալիս է, այդ բաց չեմ թողնում, իմ գիրքն ու գրիչը, տետրն ու գրիչը իմ կողքը գրառում անում եմ ու շարունակում եմ ստեղծագործել, իմ ստեղծագործելու հետ կապված ոչ մի խնդիր չի կարող լինել, բայց տպագրության հետ կապված ֆինանսական խնդիրներ կծագեն, բնականաբար ես ուզում եմ սրանք իրացնեմ այս պարտիան ու շարունակեմ մնացած մասը տպագրել հեքիաթների իմիջայլոց այսպիսի եւ սրանից էլ լավ ես նշեմ, որ հեքիաթների գրքի մեջ ես նկատի եմ ունեցել իրենց ստեղծագործական միտքը զարգացնելու մի քանի դրվագներ, այսինքն կազմել եմ հարցեր, հարցաշար, որ ինքը ոչ միայն կարդա անցնի առաջ, այլ այդ հեքիաթից ինչ քաղեցիր, ինչ սովորեցիր, ինչ արժեքներ հավաքեցիր, այդ հարցերի պատասխանը արդեն կտա ու կկարողանա առանց ծնողի մեկնաբանության ինքը հասկանալ ինչի մասին էր խոսքը, թողել եմ հեքիաթներ կիսատ, որ ինքը շարունակի այդ եղանակով էլ, որ իր ստեղծագործական միտքը փոքրուց զարգացնի, նկատի եմ ունեցել իմ ստեղծագործությունների մեջ երեխաների ձգտումը դեպի ազնվության, աշխատասիրության, քաղաքի եւ գյուղի երեխաների ինտեգրումը մեկ կոլորիտի մեջ, որը առաջ մի քանի տասնամյակ առաջ, նույնիսկ մի տասնամյակ առաջ շատ շուտ նկատում էին, որ գյուղում է ապրել, այդպիսի արտահայտություն էին անում։ Հարաբերությունները շատ կա, ես էլ ռայոնից եմ, Վայքից եմ, գյուղում ապրել եմ, ամբողջ մարզահանգիր գիտեմ, գալով Երևան, դա բնական է, նույնիսկ Ամերիկայում կա նոր եկած հայ, հին ապրող տեղացիների, դա կա մեր հայկական բանի մեջ, բայց գիտելիքի, իմացությունը սրանով նվազեցնել այդ տարբերությունը ու ոչ թե ինքը գյուղում ծնվել է չգիտի, այլ
գյուղում ծնվածից շատ բան կարելի է Սովորել, այո։ Որովհետև Չէ՞ որ մեր հանճարները բոլորը գյուղում են ծնվել, Թումանյան, Պարուր Սևակ, Համոսահյան։ Բնության հետ հաղորդ են գյուղի երեխաները, իրենց մեջ ավելի թաքնված տաղանդներ Շատ կան։ գյուղի երեխաների երևակայությունը, մտածելակերպը, քանի որ նայել գյուղն էլ է բանանում, որ ուճուր գյուղում ապրում են, իրանց մտածելակերպը, հորիզոնը շատ մեծ է, ձգտումը դեպի քաղաք լավ սովորելու, դեպի ուրիշ երկրներ, դա շատ կարևոր է։ Իսկ ասենք կապ չունի Երևանում ապրող այնքան մարդկանց, որ Երևանը չգիտի ամբողջ ուր մնաց այնց լավ սովորի կամ ինչ որ։ Ճիշտ է, մեր մայրաքաղաքն է Երևանը, կենտրոնը, ուսումնական ամեն հարցերով, բայց ես սովորել եմ Թատերական ինստիտուտ Երևանից մեր կուրսից կայ որ Երևան չգիտեն, ասենք Բանգլադեշում ապրողը չգիտի 8-րդ մասիվը որտեղ է։ Մենք Ռայոնից եկել ենք, ասենք ամեն ճանգեր գիտենք։ Այո։ Իսկ իմ գրքի համար երևի որ ասեցին որ տարիքի համար է նախատեսված, ես ասեցի 3-ից պլյուս, այսինքն մեծերն էլ կարող են կարդալ ու տալ իրենց փիլիսոփայական վերլուծությունը, ուր են տանում ճանապարհները։ Այս վերնագիրը ոչ միայն բլոգ վերնագիր է, այլ փիլիսոփայական տեսանկյունից էլ պետք է նայենք, որ ճանապարհով կարելի է քայլել, հաստատ հասկանալ, որ այդ իր ընտրած ամենաբարի, ամենալավ ճանապարհն է եւ այլն։ Շատ բարի, Տիկին Սահակյան, որ խոսենք, շատ հաճելի է, լավ մտքեր կծագեն։ Մենք էլ այստեղ ունենք թատերախումբ, մեր ընկերը Գևորգ Վարդանյանը, Լաուրիկը ստեղծել են թատերախումբ հայ արտիստ, խաղում ենք հեքիաթներ, պատրաստում ենք Հովհաննես Թումանյանի հեքիաթները խաղալ, որը որ մենք էլ մեր իմացածությամբ որ ելն եմ ասում, դա բիզնես չի, դա փող աշխատելու տեղ չի, այլ ընդհակառակը ամեն ինչ անում ենք, որ երեխաները գան, տեսնեն, ծնողները տեսնեն, որ այդ կապը թատրոնի հետ լինի։ Ես էլ գրքի մասին կմտածենք, ինչ-որ լուծումներ գտնենք, միգուցե բեմադրենք մի գեղեցիկ օր ձեր գրվածներից։ Շատ շնորհակալություն, անսահման կարելի է խոսել, մեր հետևողներին կխնդրենք հետևեն ձեր էջին, լսել ամեն մեկը ինչ կուզենա խաղալ, օգտվեն գրքերից, որպեսզի ինչպես բարի հեքիաթներ, բարի ապրեն մարդիկ, ինչպես Վիլյամ Սարոյանն է ասում, աշխարհում ամենուր եք փնտրիր բարին, հարի լույս աշխարհից թաքստոցից եւ սփռիր ամենուր։ Թող բարությունը չհամաչի ինքն իրենից։ Անչափ շնորհակալություն ձեզ ստեղծագործական շատ առաջընթաց, ձեր տարիների փորձը, փոխանցեք ժաղանգներին, փոխանցեք մեր հայրենակիցներին, երեխաներին։ Շնորհակալություն։ Այ շատ շնորհակալություն։ Մերսի։ Անչափ շնորհակալություն Տիկին Սահակյան։ Մենք էլ ունենք նվեր ձեզ մեր հովանավորի կողմից այս ձեռքի աշխատանքը, այս գեղեցիկ մայկան, որ ձեռքով նկարել է, մեր հովանավորի կողմից Էրիքսոն Արտ։ Մեր լավ ընկերը, որը որ հոգի է դրել, միտք է դրել մեջը, պատկերել է հատուկ ձեզ համար համահունչ, համապատասխան տաղերը մեր հայուհին, Հայաստանի քարտեզը ձեռքում Իրան էլ եմ ցանկանում մեծ հաջողություն։ Շնորհակալություն եւ Cosmopolis ռեստորանի կողմից զեղչի քարտ, կարող եք ձեր միջոցառումներ անցկացնել այստեղ։ Իմ անունից էլ կասեք, պրոբլեմ չկա։ Զեղչեր կլինի եւ եթե պետք է լինի, ես անվճար կգամ եւ կվարեմ։ Շատ շնորհակալություն։ Շատ շնորհակալություն մեր հովանավորներին, Cosmopolis ռեստորանային համալիրին, որը գտնվում է Նորթ Հոլիվուդում 10651 Բրբանկ բուլվար։ Այցելեք եւ անցկացրեք ձեր երեկոները, հրաշալի մթնոլորտ է։ Ինչպես որ մենք նստած ենք հենց հիմա այս հրաշալի ռեստորանում։ Եվ նաեւ ինչպես տեսնում եք, ձեռքի աշխատանք այս իմ վերնաշապիկի վրա պատկերել է Էրիքսոն Արտ։
հետևեք Instagram-յան էջին, ցանկացած նկար պատվիրեք, ձեռքի աշխատանք շատ յուրահատուկ հրաշալի ձևով պատկերով, այնտեղ կհետևեք մեր հայկական շատ խորհրդանշերով նկարներ։ Եվ նաև շնորհակալություն հայտնենք այն մարդկանց, ովքեր որ աջակցում են մեզ, մեր լավ ընկերներին, բարեկամեցողներին, եւ կհետևենք ձեզ։ Հա, մեկ էլ ճիշտ է ասում են բան այդ։ Ոնց էր ախպեր։ Սեղմել զանգակի կոճակը, հայտի պարտադիր պիտի ասենք։ Բաժանորդագրվեք եւ սեղմեք զանգակի կոճակը։ Ամեն անգամ այդ ասելուց ես տենց, չգիտեմ, ասեմ, չասեմ, ոնց է, ինչա, բայց ասում են ասեք, որ այտենց բաժանորդագրվեն։ Բայց ես գիտեմ, որ հետևում են, էլ կարիք չկա ասելու։ Եթե ուզում ան նայում, շատ շնորհակալություն սիրելի հետևողներ։ Հայը հային աջակցի, օգնի, մեր նպատակը դա է։